Հարգելի հայրենատարց հայրենագիցներ, գողջունենք բոլորիդ այսօրվան հատուկ հանդիպումին։ Իմ անունս Ցողիկ Աշակյան է, ձեզիպես հայրենատարց մնեմ։ Ուրախ եմ, որ ներկա եմ ձեր հետ այս երեկո, որպեսզի ունենանք արդյունավետ զրույցը հարաճիգա ընտրություններուն մասնագիծ Հայաստան դաշինքի ներկայացուցիչներուն հետ եւ ծանոթանանք անոնց պատկերացումներուն, սփյուռքի եւ հայրենատարցներուն մասին։ Բարոն նախագահ, ձեր կառավարման տարիներուն ընթացքին հայրենիք սփյուռք հարաբերությունները տեսանելի զարգացան։ Սկսավ հայրենատարծության ալիք, եղան բազմաթիվ ներդրումներ։ Ինչով պայմանավորված էր այդ մեկը, ինչպիսի քաղաքականություն որդեգրված էր այդ տարիներուն եւ արդյոք գար հատուկ սփյուռքի միտված քաղաքականությունը։ Կարող եմ ուղղակի բացատրել, թե ինչ տրամաբանությամբ էի շարժվում, հատկապես նախագահ ընտրվելուց հետո հետևյալն էր տրամաբանությունը։ Փոքր երկիր ենք, բարդ տարածաշրջանում եւ պետք է հասկանանք, թե ինչ առավելություններ մենք ունենք եւ ինչն է մեզ տարբերում մեր հարևաններից կամ այլ երկրներից։ Եվ հասկանալի է, որ մեզ էապես տարբերվում է մյուսներից սփյուռքի առկայությունը, որ Հայաստանից դուրս ապրում ենք կրկնակի ավելի հայեր, քան Հայաստանի ներսում։ Հիմա սա առավելություն է, թե հակառակ, իհարկե առավելություն։ Ուրեմն այդ առավելությունը Հայաստանի օգտին եւ հայ ժողովրդի օգտին կիրառելու համար պետք է մշակել քաղաքականություն, թե ինչ անել, որ այդ սփյուռքի առկայությունը աշխատի մեր ընդհանուր հզորության համար։ Իսկ այնքան պարզ տրամաբանություն է, որ ուղղակի սեւորի բան փնտրել պետք չի։ Ժառանգել է բավական տխուր իրավիճակ, երբ կար կոնֆլիկտ, հատկապես դաշնակցություն, իշխանություն եւ սփյուռքի հարաբերությունները ինչ-որ չափով թունավորված են։ Պետք էր այդ ամենը շտկել, որոշումը շատ պրագմատիկ էր։ Ուղղակի մշակել քաղաքականություն, որը հասկանալի կլինի եւ Հայաստանի ներսում, եւ սփյուռքում, եւ հաջողվեց։ Անունը դրել ենք համահայկական նախաձեռնություններ, ես ուղղակի հիշեցնեմ, հարաբերությունները ճշտելու առաջի քայլը եղավ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովը։ Որոշել ենք անպայման հրավիրել բոլոր կազմակերպությունները հայկական, ընդհանրապես կազմակերպած սփյուռքի բոլոր ներկայացուցիչների ներկայացվել եւ մի կարևոր հանգամանք չփորձել ղեկավարել սփյուռքը։ Այդ փորձել սփյուռքի հետ գտնել ընդհանուր հետաքրքրություն հանդիսացող կետեր եւ այդ կետերի շուրջ գալ պայմանավորության եւ միասնական առաջ շարժել։ Ես համոզված եմ եղել, որ սփյուռքը բազմազան է, տարբեր երկրների ազդեցությունը կա նաեւ այդ սփյուռքի վրա։ Եվ երբ փորձեի ստեղծել մի կառույց, որը այսպես ասենք, կսկսեր կառավարել կամ փորձել կառավարել սփյուռքը, մենք այնպայման լարվածություն կստեղծեինք։ Իսկ ընդհանուր շահերի ինչի մեջ է, որ Հայաստանը լինի այնպիսի երկիր, որ հետաքրքիր լինի սփյուռքի համար, որը հպարտության առարկա լինի սփյուռքի համար։ Հայաստանի հետաքրքրությունը նաեւ սփյուռքի տնտեսական ներուժը, սփյուռքի փորձը, սփյուռքի կապերը աշխատեն Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու համար։ Եվ սա այնքան ակնհայտ է, որ ես մեկ զարմանում եմ, թե ինչու այս պոտենցիալը չէր օգտագործվում, ինչ է։ Հետո սկսեցին այլ նախաձեռնություններ, դա համահայկական խաղերն է, մեկ ազգ, մեկ մշակույթ փառատոնն է, ու այսպես շարունակ։ Բայց, ասենց ասեմ, մի քիչ միգուցե չբարդացնելով թեման, նպատակը փող շահավետ համագործակցություններ սփյուռքի հետ։ Փող շահավետ։ Եվ սփյուռքը անմիջապես ընկալեց եւ ներգրավվեց։ Եվ շնորհակալ եմ սփյուռքին դրա համար։ Թեման այն թեման է, որը ուղղակի որի նկատմամբ անդրադառնալ չեմ կարող շատ երկար խոսալ, դա չեմ ուզում նաև մենախոսություն դառնալ։ Հետագայում երևի հարցեր կան, որի բացառումների մեջ կորան։
Շնորհակալություն բարոն նախագահ։ Եթե անդրադառնանք Հայաստանը սփյուռք հարաբերություններու վերագառուցման, որ դժբախտաբար այսօր այդ բարագաբակցությունը օգտագործելու անհրաժեշտությունը ունենք։ Նամանավանդ այսօր երբ կտեսնենք աջող խզումը, որ գա Հայաստանի եւ Սփյուռքի միջև, ինչպես պիտի վերագանքնեք վստահությունը եւ ստեղծեք երկկողմանի այդ գաբը, որ հայրենադարձները նաեւ գրնան հանդիսանալ գամրջող օղակ եւ ոչ սովորական դիդորդ։ Սիրելի հայրենակիցներ, հայրենադարձներ ամչով շնորհակալ եմ քեզ հանդիպման համար, այս հանդիպումը համ պարտավորեցնում եմ, ամչով Ջերդի մեր նպատակը շատ բաց խոսենք են բոլոր խնդիրների մասին, որ գոյություն ունեն ու նաև լսենք ձեզ։ Տեսեք, երբ որ խոսում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին, վերջին տարիներին շատ ակնհայտ է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ոչ միայն չեն բարելավել եւ զարգացել, այլ էապես խզվել են։ Այս վարչախումբը երբ որ եկավ իշխանության, առաջին գործը արեց, որ Սփյուռքի նախարարությունը լուծարեց։ Այնուհետև նշանակեց Սփյուռքի հանձնակատար, որը շատ հաճախ նման է կամ տպավորություն է կամ դա կարող է եւ իրականություն է Բաքվի հանձնակատարն է Սփյուռքում։ Շատ հետևողականորեն պայքար են մղում Սփյուռքում հայկական ավանդական կազմակերպությունների դեմ։ Դուք հիշում եք նաեւ, որ այս վարչախմբի պարագլուխը ընտրվելուց հետո շատ ուղիղ հայտարարեց, որ Սփյուռքի ավանդական կառույցները այլևս ավելնոր տողակ են։ Կարելի է հեռախոսով, լայվով ուղիղ աշխատել Սփյուռքի հետ։ Այն ժամանակ տպավորություն էր, որ խորքային չեն հասկանում ինչ է Սփյուռքը, Սփյուռքում ինչ շերտեր գոյություն ունեն, նման հայտարարություն են անում, բայց հետո հասկացանք, որ սա շատ հետևողական քաղաքականություն էր Սփյուռքը Հայաստանից հեռացնել։ Իսկ վերջի շրջանի քաղաքականությունը, իրական Հայաստանի շրջանակներում շատ հստակ Հայաստանի իշխանությունները ասում են, որ մենք պատասխանատու ենք բացառապես Հայաստանում ապրող ու Հայաստանի քաղաքացիների համար։ Եվ Սփյուռքը ոչ միջամտելու, ոչ խառնվելու որևէ բանի իրավունք չունի։ Մեր մոտեցումը հետևյալն է, որ Սփյուռքը ռազմավարական ներուժ է եւ Հայաստանի պետականաշինության մասնակից։ Սփյուռքահայերը Հայաստանի, այսինքն Հայաստանը ոչ միայն Հայաստանում ապրող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ ողջ հայության մայրաքաղաքն է, երկիրն է, հայրենիքն է, պետությունն է, որի նկատմամբ Սփյուռքի մեր հայրենակիցները ունեն եւ իրավունքներ եւ պարտականություններ։ Եվ այս ռազմավարական ներուժը պետք է լիարժեք օգտագործել Հայաստանի վերաշինության, կառուցման, զարգացման եւ այդ պոտենցիալը լիարժեք հնարավորություններից օգտվել։ Այս իմաստով մենք ասում ենք, որ Սփյուռքը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, կենսունակության աղբյուր է ու հակառակ։ Հետևաբար, այս իշխանությունների ճանապարհից հետո նախագահը ներկայացրեց 98-ից 2008 թվականների ինչ կտրուկ շրջադարձ տեղ ունեցավ եւ Սփյուռքահայերի Հայաստան շատերը վստահ են, որ հիմա նայեք այդ տարիներին է մեծ մասը նաեւ վերադարձել։ Իմիջիայլոց երեք մի հատ լավ բան հետաքրքիր տեղի ունեցավ, երբ որ ընկերներից հայրենադարձներից մեկին ասեցի վաղը հրավիրում ենք հանդիպման հայրենադարձների հետ, ասաց ես արդեն հայաստանցի եմ։ Այս իմաստով նաև շատ կարևոր է, որ մեր նպատակը հետևյալն է, մենք պետք է ստեղծենք մրցունակ եւ անվտանգ Հայաստան, որը գրավիչ լինի Սփյուռքից հայրենադարձության համար, ստեղծված լինի բոլոր պայմանները, ուստեղ մի կարևոր խնդիր էլ կա, մարդիկ նաև հաճախ ձեզանից շատերը իբրև նաև կամուրջ հայրենադարձության խթանման համար հայրենիք եք եկել նաև ինքնությունը ձեր պահելու, մշակութային հոգևոր անվտանգությունը պահպանելու համար, այսօր դժբախտաբար մենք մեր երկրում արդեն այդ դժվարություն ունենք։ Հետևաբար այս իմաստով մենք պետք է կառուցենք այն պետությունը, նաև մեր Սփյուռքի պոտենցիալը, որը գրավիչ լինի ու հայրենադարձության խթանման համար հատուկ ծրագրեր իրականացնի։ Մի հատ էլ ասա ինչ է ասում այսօրվա իշխանությունը Հայաստանի վերաբերյալ։ Հա, իր բանը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում ապրող Հայաստանի քաղաքացիներ ու շատ ուղիղ է հայտարարել, որ գործ չունի։ Հիմա ես ուղղակի ավելացնեմ, այն ժամանակ իմ բանաձևը ուրիշ էր եւ բոլոր հանդիպումների ժամանակ ես դա ուղղակի հայտարարում էի, որ Հայաստանի նախագահի իշխանությունը տարածվում է Հայաստանի տարածքի վրա եւ քաղաքացիների վրա։
բայց պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության նախագահի ամբողջ հայության առջև է։ Այս է եղել բանաձևը եւ այս բանաձևով ենք շարժվել։ Տարբերությունը կարծում եմ հսկայական է եւ արդյունքն է նկատելի։ Ինչ կառաջարկի Հայաստան դաշինքը սփյուռքահայերուն։ Այսինքն ինչ կորձնական քաղաքականություններ պիտի ներկայացնեք, որբեսի հայրենադարձությունը զարգանա եւ դառնա գայուն, եւ մասնավորապես օրինակ բնակարանի ցերկբերման, վարգերու հասանելիության, գրթության եւ գործարարության ոլորտներուն մեջ։ Իսկ այսօր որպես հաջորդող լրացում ինչպես պիտի ապահովեք հայրենադարձներու եւ սփյուռքահայերու հաստատութենական ներկայացվածությունը Հայաստանի քաղաքական կյանքի մեջ։ Ինչ է երկարաժամկետ իմաստով ձեր դեսլագանը Հայաստանը սփյուռք համագործակցությունը համագարկելու եւ խորացնելու ուղղությամբ։ Նայեք, մենք իսկապես անցյալում իրականացրել ենք Հայաստան սփյուռք հարաբերությունների եւ վերանորոգումը, որտեղ վատ կետից ենք սկսել, բայց նաեւ շեշտակի զարգացրել ենք այդ հարաբերությունները եւ կարծում եմ այստեղ փոխադարձ շահավետությունը ուղղակի ակնհայտ էր։ Բայց պետք է մենք դիտենք հետեւյալը. սփյուռքը հզոր ուժ է, բայց նաեւ սփյուռքը պատրաստ ենթակառուցվածքներ է Հայաստանից արտագաղթելու համար։ Որտե բոլորը ունեն բարեկամներ եւ եթե Հայաստանում անվտանգությունը ապահովված չի, եթե Հայաստանում մարդիկ վատ են ապրում, եթե մթնոլորտը զզվելի է, ապա ոչ թե պետք է սկսում ենք խոսալ հայրենադարձության մասին, այլ հայրենափախուստ, չգիտեմ, նույնիսկ ոնց ձևակերպել հայրենիքից դուրս գնալու մասին։ Եվ կարծում եմ բոլորի մտքում միայն մեկ բան է՝ դեպի Հայաստան։ Բայց սխալ քաղաքականություն վարելու դեպքում կրկնում եմ, այդ հանգամանքը եւս կարող է աշխատել։ Եթե մենք ուզում ենք, որ լինի հայրենադարձություն, մենք պետք է Հայաստանում այնպիսի միջավայր ձևավորենք, որ Հայաստան գալը, մնալը, այստեղ ապրելը լինի հաճելի, հասկանալի, որ մարդիկ ձգտեն գալ այստեղ, վատ մթնոլորտ լինի այստեղ։ Հակառակը Հայաստանից արտագաղթը դեպի այլ երկրներ ակտիվանալու է։ Եվ եթե Հայաստանի ղեկավարությունը այդքանը չի հասկանում, ուրեմն իր տեղը չի, կամ հայկական ղեկավարություն չի, կամ ես չգիտեմ ինչ շահերով է առաջնորդվում, այնքան պարզ է այս ամենը։ Հիմա մենք ինչ էինք արել, հարաբերությունները վերանորոգել ենք, զարգացրել ենք, բայց այնուամենայնիվ ես չեմ կարող ասել, որ դա պետական sense աջակցության ծրագրեր էր, դա ավելի շատ մթնոլորտ ստեղծել, որով մեր հայրենակիցները ձգտում ունենան գալ Հայաստան։ Օրինակ ես հայտարարում եմ, երբ շինարարություն ենք այստեղ զարգացնում, որ ամեն մի սփյուռքահայ պետք է բնակարան կամ տուն ունենա Հայաստանում։ Եվ շատ մարդիկ արձագանքեցին դրան։ Ամեն մի սփյուռքահայ ինչ որ մի բիզնեսի բան պետք է ունենա Հայաստանում։ Այն ժամանակ ես հիշում եմ տարբեր տեղերից մարդիկ ստեղ ռեստորաններ էին բացում։ Ես անձամբ հենց որ լսում եմ մի սփյուռքահայ ռեստորաններ բացում, անպայման հաճախում եմ այդ ռեստորանը։ Անպայման ցույց տալու համար, որ մենք գիտենք եւ ուրախ ենք եւ ողջունում ենք այս ամենը։ Հիմա process-ը սա էր։ Բայց կարծում եմ մենք մտնում ենք մի փուլի մեջ, երբ կարելի է այդ քաղաքականությունը բարենպաստ պայմաններ ստեղծելը, լավ միջավայր ստեղծելը ամրապնդել արդեն հստակ քաղաքականությամբ, պետական մասնակցությամբ հայրենադարձության խրախուսումը, պետության մասնակ։ Մենք մասնակցում ենք, բայց ավելի շատ բարոյական դաշտում, քարոզչական հարաբերություններ, ասենց կարգավորելու ազնական հողի վրա եւ այլն։ Այդ տեսանկյունից իհարկե աշխարհում այդպիսի փորձերը շատ չեն, որովհետեւ շատ չեն ժողովուրդները, որ նման կարգի սփյուռք ունեն։ Ամենից հետաքրքիր փորձը իհարկե Իսրայելի փորձն է։ Ամենից հետաքրքիր փորձը ընդ ուղղակի կա հայրենադարձության մասին օրենք եւ հստակ ծրագիր, թե ինչ են անում, ոնց են աջակցում բնակարանային եւ այլ։ Այդ ամբողջ process-ը պետությունը սարքել է իր քաղաքականության մաս, կարևոր մաս եւ այդ քաղաքականության կարևոր մասը քայլ առ քայլ իրագործում է միջև քաղաքացու դրսից գալ երկիր եւ երկրում այդ ադապտացիա ամբողջ շրջանը հաջողությամբ հասնել։
Երևի ժամանակն է անցնել նման կարգի քաղաքական մոտեցումների։ Չեմ կարող ասել, որ հիմա դա ամբողջությամբ մշակված է, բայց այդ միտքը ունեմ։ Եվ կարծում եմ, որ մենք կարող ենք հենց այս ճանապարհով պետք է փորձենք առաջ շարժվել։ Նման որոշակի մոտեցում ունեցել է Գերմանիան, գերմանացիների այդ սովետական միությունը ես փլզվեց, գերմանացիների այդ տարածքում ապրողների վերադարձը ապահովելու համար Գերմանիա կազմակերպված պետական հովանավորության ներքո եւ բավական հաջողված ծրագիր էր։ Մենք այդ մակարդակի չէինք հասել ժամանակին։ Շատ բան ենք արել, բայց կրկնեմ, պետական քաղաքականություն սարքելը, մշակված քաղաքականություն երևի հաջորդ քայլն է, որը պետք է անենք։ Տեսեք, պլատֆորմի մեջ մենք երկու գլխավոր սկզբունք ունենք։ Մեկ առաջինը, քիչ առաջ ասացին, նորից կրկնեմ, որ Սփյուռքը Հայաստանի համար հիմնական կենսունակության աղբյուրն է եւ հակառակը Հայաստանը Սփյուռքի համար այդ կենսունակության աղբյուրն է եւ երկրորդ համահայկականություն։ Սփյուռքը ռազմավարական ներուժ է Հայաստանի պետականաշինության հիմնական գործընկերը։ Այս գլխավոր սկզբունքների վրա, այո, պետք է Հայաստանը Սփյուռք մենք մտադիր ենք ռազմավարական հայեցակարգ կազմել, ամբողջ գույքագրումը անել եւ ամեն կերպ պետական աջակցություն հայրենադարությանը եւ այն բոլոր խոչընդոտները մենք ամենօրյա մեր ընկերների տարբեր դեպքերում առնչվում են գոյություն ունեն պետական կառավարման համակարգում, փաստաթղթերի ձևակերպման, սկսած աշակերտների արևմտահայերենի դպրոցներում սկզբնական շրջանում դժվարություններ, այսինքն բազմաթիվ խնդիրների, որ առնչվել են, այդ խնդիրները պետքա լուծվի։ Նաեւ մենք ունենք փորձառություն, երբ որ մերձավոր արևելքի համայնքները իրավիճակի պատճառով մեծ հոսք եղավ Հայաստան, բայց հետո Հայաստանից նաև արտագաղթ տեղ ունեցավ եւ շատերը չմնացին Հայաստանում։ Այսինքն այստեղ նաև պետության այդ բացակայության, ճիշտ չմիջամտության, չաջակցության խնդիրները, որ եղել են, այդ ամեն ինչը պետքա կարողանանք լուծենք։ Դրա եւ ներուժը կա, եւ անցած ճանապարհը, եւ փորձառությունը, ուստեղ ամենակարևորը պետական քաղաքականությունն է, վերաբերմունքն է։ Այն սկզբունքը, որ նախագահ ասեց, այդ ամբողջ հայ ժողովրդին տեր կանգնելու պատասխանատվություն զգալու ու մեր նաև պատմամշակութային ժառանգությանը տեր կանգնելու։ Այս քանի սկզբունքները, եթե դնում ենք արդեն հիմքում ու առաջնորդում ենք սրանից, մնացածը արդեն ծրագրային դրույթներ են, որ շատ հեշտ կարող ենք իմի բերել։ Ես երկու օրինակ եմ բերել, հաջողված sense հայրենադարձության, մեկը Իսրայել, մեկը Գերմանիա է օրինակը, բայց մեր պատմության մեջ եղել է եւս շատ sense ծավալուն եւ հաջողված օրինակ։ Հայրենադարձությունը սովետական միության ժամանակ 45-49 թվականների մոտ 100,000 հայ տարբեր երկրներից պետության ուղղակի աջակցությամբ, մասնակցությամբ, նույնիսկ նավերով էին բերում, տեղափոխման ամբողջ ծախսերը, ստեղ բնակարանային հարցեր էին լուծում եւ այլ։ Դրա մասին հիմա չեն խոսում, բայց իրականում ամենից հաջողված հայրենադարձության ծրագրերից մեկը եղել է այդ ծրագիրը։ Եվ եւս հետարքիր անգամանք ոչ միայն արաբական երկրներից էին այստեղ եկել, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Ֆրանսիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Փարիզից եւ Մարսելից մի քանի հազար մարդ տեղափոխվել են եւ բնակվել են Հայաստանում այդ տարիներին։ Եվ մոտ այդ 100,000-ից, քանի որ սովետական միությունն էլ փակ էր, ազատություններ չկային, մոտ 10-15,000, 15-20 տարվա ընթացքում հետ են գնացել, բայց 80-85,000 մարդ մնացել են Հայաստանում եւ մինչեւ այսօր իրենց սերունդները ստեղ են։ Որի մոհատի պետք է նաեւ բացի այլ երկրների փորձը պետք է նաեւ հասկանալ, որ մենք նաեւ ունենք այսպիսի փորձ Հայաստանի Հանրապետությունում։ Շատերը մոռացել են, չէ՞ դրա մասին։ Ես ուսանող ժամանակ այստեղ դեռ այն ժամանակ էլ մի բառ էին օգտագործում, սփյուռքայերը ահավոր չէին սիրում, բայց աղբար էին ասում, չէ՞ դա։ Աղբերը, աղբար։ Այն ժամանակ մարդիկ հիշում էին, մարդիկ ասում էին, մենք ստեղից ենք, եւ Երևանում մեծ մասը բնակվեց, թաղամասեր կային ուղղակի սփյուռքայերից բաղկացած։ Զեյթուն համայնքում, Արաբկիր համայնքում, Կենտրոն համայնքում մեծ մասը այստեղ էին, մի փոքր մաս Գյումրի գնացին։
ուրեմն կա այդ փորձը։ Եվ պետությունը այո ստեղ ասելիք եւ անելիք ունի։ Այո։ Ողջունում եմ այս միջոցառումը։ Ես մի բան էլ ցանկանում եմ ավելացնել, որտեղ էական է ձեր շրջանին, դու ձեր եւ ձեր քաղաքական թիմը այն օրերին աջակցեցին, որ երկհաղաքացիության արգելքը հանվի մեր սահմանադրությունից, որ ինքը բավականին խոշոր քայլ էր սփյուռքահայության մասնակցության համար Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքին։ Նման սահմանադրական փոփոխություններ իմ կարծիքով հարկավոր են եւս ապագայում, որովհետեւ հիմա այս սփյուռքը, ներկայիս սփյուռքը այն ժամանակվա սփյուռքից շատ է տարբերվում։ Արցախի բռնագրավման պայմաններում այս ապիկար իշխանությունների քարոզչական ալիքների լույսի տակ այսօր սփյուռքը բավականին խզված է Հայաստանից։ Եվ պիտի առավել քան անցյալի այս կապակցությամբ ճիգ դրվի։ Եվ ես հուսով եմ եւ վստահ եմ, որ այդ կկատարվի։ Ձեր միջոցով, ձեր քաղաքական թիմի միջոցով, Հայաստան խմբակցության միջոցով ապագայում։ Եվս մեկ հարց ունեմ։ Ձեր ժամանակաշրջանի քաղաքական եւ սոցիալական այդպես կտրուկ զարգացման հիմքում նաեւ ընկած էր պարզեցված հարկի օրենքը, որից շատ սփյուռքահայեր եւս կարողացան ավելի նպաստավոր պայմաններում տնտեսական կյանքի մասնակից դառնալ։ Նման մի հարկային հարցի մասին արդյոք մտածվում է կամ հեռանկարում գոյություն ունի ձեր մոտ։ Սա մեկ, երկրորդ նաեւ Իտալիայի մոդելը կա, որի օրենսդիր երկպալատ սիստեմում 5%-անոց կվոտա է նախատեսվում սփյուռքում ապրող իտալացիների համար։ Նման մի մոդելի մասին արդյոք կա ձեր մոտ ինչ-որ գաղափարներ կամ մտածելակերպ։ Շնորհակալություն։ Նայեք, պարզեցված հարկի վերաբերյալ ես կարող եմ նաև բացատրել, թե ինչի ենք մենք այն ժամանակ այդ քայլին դիմել։ Մի հետաքրքիր բան է, ես օրինակ այն ժամանակ նկատում հայմատության մեջ հայերը բիզնես անելու մեծ ձգտում ունեն։ Օրինակ երբ փորձել եմ այդ բանը ուսումնասիրել, օրինակ Սկանդինավիայում շատ փոքր տոկոսն է, որ ուզում է ինքը բիզնես անի։ Ավելի հակված են մինտեղ աշխատել, քո 8 ժամդ աշխատեցիր, մեծ կորպորացիայում, լավ աշխատավարձ ես ստանում, դուրս ես գալիս, հետո չես մտածում ուրիշ բաների մասին, կոնկրետ քո ժամանցը, քո ընտանիքը, քո շրջապատը, ընկերությունը, բիզնեսում մարդու ուղիղ 24 ժամ աշխատում է։ Ամբողջ ընտանիքն է ներգրավում։ Սա զարմանալի էր, բայց մեր հայերի մոտ ոնց որ 100-ից 70 ուզում էին բիզնեսով զբաղվել, Սկանդինավիայում այն ժամանակ ասում են 20-25% էր ընդամենը այդ ցանկություն ունեցողները։ Եվ նման պարագայում այդպիսի հզոր ներքին մոտիվացիա ունենալ, որը նաև ինչ որտեղ ունի մշակութային ինչ որ հանգամանք, փոքր բիզնես ընտանիքով, այդ ամուր ընտանիքի այդ հանգամանքը բավական մեծ ազդեցություն էր ունենում։ Եվ ասեցիք ինչ անել, որ բիզնես սկսելու գործը հեշտացնել, որ շատ լայն ավելի շրջանակներին հնարավորություն տալ առանց քաշքշուկների սկսեն զբաղվել։ Եվ ամենից պարզ բանը այդ պարզեցված հարկն էր։ Երբ 98 թվականին փոքր միջին բիզնեսը կազմում էր ընդամենը 13% համախառն ներքին արդյունքի Հայաստանի։ Ես իշխանությունը երբ հանձնում էի 46% էր կազմում։ Այդ մոտեցումը, այդ խրախուսումը, որը մենք փորձել ենք ցուցաբերել եւ պրակտիկ հողի վրա անել մարդկանց նկատմամբ, հսկայական արդյունք տվեց։ 46%-ը արդեն նպատակը ինձ համար ցենց երազելի նպատակ կլներ փոքր միջին բիզնեսը կազմի մոտ 70%-ը համախառն ներքին արդյունքի, բայց մենք 13-ից հասցրել ենք 46%։ Այո, հիմա եւս այդ նպատակը ունենք։ Պարզեցված հարկ, որ հարկատուն
հատկապես փոքր միջին բիզնեսում, որ հնարավորություն չունի հաշվապահ պահի, ինչ որ հատուկ ֆինանսիստ պահի եւ այլ, ինքը հարկային աշխատող երես չպետք է տեսնի, շփումը չպետք է ունենա։ Հիմա այդ սմարթֆոններն այդ հնարավորությունը տալիս են։ Հարկային գրասենյակ, ասենց քո բանով դու ոչ մեկին չես տեսնում, երկու կլիկով դու հարաբերությունները ճշտում ես։ Իսկ բարձեցված հարկը ընդհանրապես ասենց երկու կլիկը մեկն է սարքում։ Այո, ունենք եւ մեր ծրագրում սա արտացոլված է լինելու։ Եվ այդ փորձը նաեւ ունեմ եւ դրա էֆեկտը ես տեսել եմ։ Հսկայական էֆեկտեր։ Բայց դա ասենց էթնոմշակույթի հարց կա, որի հետ համահունչ պետք է լինի։ Երկրի իշխանությունը պետք է ասենց լավ հասկանա, թե իր մրցակցային առավելությունը որն է։ Օրինակ կորպորատիվ կառավարում Հայաստանում չէր ստացվում։ Մարդիկ ավելի շատ հակվածային ընտանեկան բիզնես։ Մեծ ընկերություններում, ասենց կորպորատիվ, ես մեծ ընկերությունում աշխատել եմ, գիտեմ դա ինչ է։ Հենց հայերը մոտ մի քիչ դժվար է գնում, ուրեմն այդ էթնոմշակութային հանգամանքը մենք պետք է ամուսնացնենք մեր քաղաքականության հետ, մեր քաղաքականության մաս պետք է դառնանք, այդ դեպքում էֆեկտիվությունը շատ ավելի մեծ է դառնում։ Դու ոնց որ երկու քայլանում ես, ժողովուրդը ինքն անում արդեն։ Երկհաղորդակցությունը առաջի համանadrությամբ, առաջի խմբագրությունը համանadrությամբ ուղղակի արգելքեր դրել։ Եվ համանadrական բարեփոխումների ասած իմ մոտիվացիան եղել է հիմնականում դա էր։ Բայց նաև Եվրոխորհրդի անդամակցությունը ենթադրում էր որոշակի շատ ավելի ասենց քայլեր կապված ժողովրդարության հետ, իշխանության թևերի ճիշտ ֆունկցիաների լիազորությունների բաժանման հետ արել են, բայց ես ընդունում եմ, որ սա մի ուրիշ բան է։ Կվոտաներից խոսք գնաց։ Կվոտաները ես անկեղծ ասեմ, ես չգիտեի, որ Իտալիայում որևէ նման փորձ կա։ Կվոտաները միշտ ինքը բան ունի, ինքը ասենց այդ երկու կողմ ունի, եւ դրական եւ բացասական։ Ուղղակի ճիշտ բալանսն է պետք գտնել ու հասկանալ, ուսումնասիրել։ Անկեղծ ես այդպիսի փորձ Իտալիայի ինձ ծանոթ չի, ես անպայման կխորանամ ուսումնասիրեմ։ Բարոն նախագահ, իսկապես ուրախություն եմ ես համար, որ ուղղակի ծեր պլատֆորմի գիսագետը գազմե նաև գիսագետները մեկը գազմե նաև հայրենադարձությունը, իսկ հայրենադարձության հիմքը հայեցակարգն է եւ հույսով եմ, որ ապակա ծեր ծրագիրներում մեջ այդ մեկը հիմնավորված գոյություն ունի որպես ապակայի իրագործում։ Իմ հարցումը հետեւյալն է։ Երկհաղորդակցության բարակային Հայաստանի մեջ երկհաղորդակցություն ունեցող հայրենադարձը իրավունք չունի մաս կազմելու ազգային ժողովին։ Ի դարբերություն Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ որևէ քաղաքացի, որ երկհաղորդակցություն ունի, իրավունք ունի մաս կազմելու կոնգրեսին ներկայացուցիչներու դան։ Կանադայի բարական նույնն է, երկհաղորդակցություն անձը իրավունք ունի մաս կազմելու Կանադայի խորհրդարանին։ Նույնն է բարական Ֆրանսիայի։ Ինչ է ծեր պատկերացումը նման օրենք, որպեսի որտեղվի Հայաստանի մեջ։ Ես կարող եմ ձեզ պարզաբանել, թե որտեղից է գալիս այդ արգելքը։ Նայեք, Միացյալ Նահանգներում ոչ ոք չի մտածում, որ որևէ փոքր երկիր կարող է իրեն քաղաքականության վրա այդ ազդեցությունը ունենալ, եթե երկհաղորդակցության հարց կա պետական պաշտոններում։ Հասկացաք, չէ՞, փոքր երկրներում միշտ այդ մտահոգությունը կա։ Թեկուզ հիմա վերջի իրադարձությունները ցույց տվեցին, որ Իսրայելի ազդեցությունը այնպիսի հսկայական է Միացյալ Նահանգների վրա, որ ուղղակի բոլորը գիտեին, որ կար, բայց որ այս աստիճանի ոչ ոք չէր պատկերացնում։ Ուղղակի ստեղ երևի ճիշտ բալանսի բանն է պետք գտնել, որ օրինակ падգամավորը երկհաղորդակցի է, այստեղի քաղաքացին է եւ օրինակ Ֆրանսիայի քաղաքացի եւ եթե ինչ որ մի բան է ասում, չասեն, այ Ֆրանսիայից է եկավ, քո այն քաղաքացիությունը ազդեցություն ունեցավ, այս խնդիրը կա։ Ինձ համար անընդունել է այսօրվա վիճակը, երբ ընդհանրապես ասում են դու պիտի հրաժարվես այս քաղաքացիությունից 4 տարի էլ պետք է անցնի եւ այլ։ Օրինակ ես գիտեմ, որ նույն Լիտվայում
այո, եւս այդ արգելքը կա եւ փոքր պետությունների հիմնականում կա այս արգելքը, բայց այդ պահին մարդ հրաժարվում է եւ արգելքը այլևս չի գործում։ Սա ես կառաջարկեի հետեւյալ կերպ նայել, որոշակի զգայուն կոմպոնենտ ունի, հատկապես փոքր երկրներում։ Օրինակ անձնապես ես համարում եմ, որ պետք է ինչ-որ մոդել գտնել նաև քաղաքական process-ին ներգրավելու հնարավորություն տալու համար հայրենադարձ մեր քաղաքացիներին։ Բայց այս պահին ես այդ լուծումը չունեմ։ Բայց ինձ հասկացաք, ես փորձեցի ուղղակի բացատրել խնդիրը ինչումն է։ Ես պատկերացնում եմ, օրինակ, եթե մեկը Ռուսաստանի քաղաքացի է եւ ստե խորհրդարանում օրինակ շատ ակտիվ ինչ որ քաղաքականություն, անպայման կապելով են KGB-ի հետ, չգիտեմ ում հետ, KGB-ն 30 տարի է չկա, բայց մեկը ասենց KGB-ի парքը հանգիստ չի տալիս մարդկանց։ Այս խնդիրը փոքր երկրներում պետք է ուղղակի ճիշտ գնահատել, այս խնդիրը ավելի շատ խնդիրներ է լուծում կամ մի մասի խնդիրները լուծելով, ինչքան խնդիրներ է ստեղծում։ Ներքին լարվածությունը ինքը ստեղծում է, թե հակառակը հարթում է։ Այս ես կառաջարկեի ուղղակի մենք շատ օբյեկտիվ փորձենք գնահատել այս հանգամանքը։ Կարող մի ձևակերպված բանաձև որ ունենք հետեւյալն է, մաքսիմում արգելքները վերացնել այդ ներգրավվածությունը փորձել ապահովել, բայց նաև այդ անվտանգության բարձիկները նկատի ունենալով, այսինքն գտնել են մեխանիզմները, որ այն վտանգները, որ ենթադրվում է, տեղի չունենա։ Բայց ներգրավվածության իմաստով այդ արգելքները պետք է ճանապարհներ գտնվի, որ հայրենադարձների նաև հսկայական մասնագիտական կարող ուժ կա, պոտենցիալ կա ամբողջությամբ ներգրավել պետական կառավարման համակարգի մեջ։ Մի պարզ օրինակ բերեմ, Վարդան Օսկանյանը դառավ արտգործ նախարար եւ շատ լավ աշխատեց, իմ հետ աշխատեց, օրինակ 10 տարի։ Եթե այսօրվա կարգավորումներով շարժվենք, ինքը այդ իրավունք չեր ունենա, օրինակ։ Նույնիսկ ես հենց ոտի վրա հիմա մենք քննարկում ենք, ես ինչ որ նաեւ գաղափարներ է գալիս, կարելի է ինչ որ ոլորտներ սահմանափակել, նման սահմանափակում դնել։ Օրինակ, եթե խոսքը գնում է մշակույթի ոլորտի մասին, ինչ անվտանգության հարց չկա, հակառակը այստեղ։ Ուրեմն կարելի է որոշ ոլորտներ կապված, օրինակ անվտանգության ծառայություն, կապված ինչ որ ուժային կամ բանակ, լուծում հնարավոր է գտնել, որ նաև այն ոլորտները, որոնք նման զգայուն հանգամանքներ չեն բերում իրենց հետ, այդ ոլորտներից իսկապես այդ բանը հանել, այդ սահմանափակումները հանել։ Նայեք, քննարկման ժամանակ ինչ որ գաղափար է գալիս եւ քննարկման արդյունքում է ընդհանրապես որը հետարքիր լուսման գտնելու հնարավորությունը բացվում։ Այլ ճանապարհ ուղղակի չկա։ Բայց մի բան հասկանալի է, օրինակ, իմ համար իմ բանը հետեւյալն էր, այն ժամանակ կարգախոսը Հայաստանը սփյուռքով եւ Հայաստանը առանց սփյուռք տարբեր քաշային կատեգորիաներ են։ Հիմա եթե դու ուզում ես լինել փոքր երկիր մեծ խաղացող, դու պետք է բոլոր այդ հնարավորությունները ծառայեցնես Հայաստանի համար։ Եթե դու այդ բանը չունես, մտքի թռիչքը չունես եւ դու ասում ես ինչքան ես փոքր լինեմ, ցենց ավելի փակվեմ, միգուցե ինձ ընդհանրապես չնկատեն, հարևաններն էլ չնկատեն, էլ էստե Հայաստան կա, չկա եւ այլ, ցենց ասեմ Երևալու այդ ազգովի ինքնահաստատման այդ process-ը հենց որ բան անում ռուսերեն մի բան կա, ռուսական մի փիլիսոփակար մի նախադասություն էր օգտագործում պասինարնեստ։ То есть ազգը էներգիա ունի զարգացնելու համար։ Եթե այդ էներգիան չունի, անընդհատ ուզում ես հենց ավելի փոքրանա, չերևա։ Եթե այդ էներգիան ունի, լրիվ ուրիշ կարգավիճակ է ստանում։ Էներգիան ձեր հետ կարող ենք մենք կրկնապատկել, եռապատկել մեր հնարավորությունը։ Այս է հիմքում։ Այդ որ ասացի ռուս Գումիլովի բանն է, այդ պասինարնստի բանը, Լև Գումիլովի։ Շատ կարևոր, շատ ցանկալի հարցեր են եւ պարոն նախագահ, մենք ձեր ռեզյումեն տեսել ենք, այսպես ասած, ընդ որում նախքան նախագահ լինելը։ Այսինքն իսկապես ես վկա եմ եղել եւ ինքս ապրել եմ, հայրենիք եմ տեղափոխվել 2005 թվականին եւ այդ ամբողջին ականատես եմ եղել նաեւ ձեր կարողությունը, ինչպես նաեւ դաշնակցության հետ համագործակցության շրջանակներում տեղի ունեցած իրականացված
հաջողություններն ենք տեսել եւ այլն, շատ կարեւոր են, անհամբեր սպասում ենք նոր օրերի, նոր Հայաստանում, արդեն իսկապես նոր Հայաստանում։ Հիմա իմ հարցը, իսկ իմ հարցին ետին կան շատ ձայներ, որտեվ ինձ խնդրել են, մերոնք ովքեր իմացել են, որ այսօր այստեղ են լինելու, ինձ խնդրել են, որ հնչեցնեմ այս հարցը։ Ինչ պետք է անենք, որպեսզի մենք միասին կարողանանք հունիսից այն կողմ ունենալ այլ իրականություն, նոր վարչախումբ, վարչագազմ, նոր իշխանություն։ Դա այդտեղ միասին բառը տարբեր ֆոնտով է գրած, տարբեր գույնով է գրած, ենթադրում եմ, որ ձեր համար էլ բանալի բառ է։ Հարցը ուղղում եմ պարոն նախագահ ոչ միայն ձեզ, այլ նաև պարոն Սաղաթելյան, նաև ձեզ, միգուցե երկուսով պատասխանեք։ Եվ հարցս հնչեցնում եմ որպես շատ հասարակ շարքային քաղաքացի, ով ամեն օր ժամանակ չունի քաղաքականության խորքային հետևելու, հա, շատ մակերեսային ենք հասցնում, օրը մի 15-20 րոպեի սահմաններում։ Ինչպես է պատրաստվում ընդհանուր ընդդիմությունը համագործակցել, որպեսզի ընդդիմությունը միասին եւ ոչ միայն Հայաստան դաշինքը կարողանանք այլ իրականություն ստեղծել, ազատագրված Հայաստանի գաղափարով իրականություն, հա, ստեղծենք, մեր երկիրը ազատենք ներքին թշնամուց արդեն, որովհետեւ կարծում եմ այս հարցը հետաքրքրում է ոչ միայն Հայաստանի մեծ ծնվածին, դե ոչ բոլորին, բայց մեծ մասին հույս ունեմ, բայց կարծում եմ նաև ցանկացած սփյուռքահայի է հետաքրքրում։ Ինչ անել, ինչ եք պատրաստվում անել, որպես համընդհանուր ընդդիմություն, որպեսզի հունիսին մենք ունենանք նոր իրականություն, ազատագրված Հայաստանի իրականություն։ Շատ շնորհակալ եմ։ Ընդդիմության հարցերով ես եմ։ Սփյուռքի հարցերով ես եմ։ Տեսեք, մեր մոտեցումը, դուք եթե տեսել եք վերջին դաշինքի մեր համագումարի ժամանակ էլ շատ հստակ եւ ուղիղ հայտարարել ենք, որ այստեղ որևէ ընդդիմադիր ուժի հաջողություն, եթե ընդհանուր ընդդիմությունը չի հաղթում, ու այս վարչախումբը վերարտադրվում է, դա ընդհանուր պարտություն է։ Մեր մոտեցումը շատ հստակ է, որ կան առաջնային հարցեր, իմիջիայլոց այսօրվա դեպքերի հետ կապված էլ ասեմ, մենք 6 ամիս է խոսում ենք ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերի հետ, փորձերով գտնել եզրեր համագործակցելու։ Մեր կարծիքով կան առաջնային կարևոր հարցեր, որ անկախ մեր տարաձայնություններից, անկախ մեր մրցակցությունից պետք է համագործակցենք։ Նաև այս ռեպրեսիաներին դիմագրավելու, ընտրությունների հսկողություն իրականացնելու, քաղբանտարկյալների ազատությունը ապահովելու մի շարք հարցեր։ Ու մենք մոտենում ենք այս տրամաբանության մեջ։ Հստակ հայտարարել ենք, որ մենք ընդդիմադիր դաշտում չունենք թիրախներ։ Մեր թիրախը օրվա վարչախումբն է։ Իսկ ընդդիմադիր դաշտի ուժերը մեր գործընկերներն են, պայքարի ընկերներն են այսօրվա ու վաղվա։ Բայց ցավոք, այս մեր կոչը շատ հաճախ այլ կերպ է մեկնաբանվում ու այսօր տեսակ, որ դաշտում հայտնված ինչ-որ նորեկներ, որ 5 տարի փնտրում էին, սեղանի տակից դուրս չէին գալիս, շատ չես հասկանում, հիմա մեր դեմ են պայքարում, թե այսօրվա իշխանության։ Մենք շարունակում ենք մնալ այն գծի մեջ, որ մենք ունենք մեկ թիրախ ու ամբողջ ուժերը պետքա մեկտեղենք այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու ու հետո միասնաբար ընդհանուր ջանքերով երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար։ Բայց եթե շարունակեն ընդդիմադիր դաշտից թիրախը տեղերով փոխվել, փորձել այս ճանապարհով ձայներ փոշիացնել ու շարունակել մեզ խփել, մեր համբերությունը, այսպես ասած, անսպառ չի։ Այո, մենք ունենք այնքան ռեսուրս, այնքան հնարավորություն, ունենք թիմ, որ եթե պետք լինի 2-3 ճակատով էլ կպայքարենք։ Բայց մենք շարունակում ենք, տեսեք, քանի ամիս ընդդիմադիր դաշտից տարբեր տեղերից փորձում են խփել ինչ-որ բաներ, չեն անդրադառնում, որովհետև իրոք մեր նպատակը դա չի։ Առաջկայում էլ եթե դադարեցնեն, մենք դրա մեջ չենք մտնելու, որովհետև ունենք մեկ թիրախ, մեկ խնդիր, պետք է ու այս կարգախոս, այո, ճիշտ եք ասում։ Որովհետև այն խնդիրը, որ դրված է մեր իրավիճակում, նախ որևէ ուժ միայնակ չի կարող այդ խնդիրը լուծել, նաև վերարտադրությունը կանխել։ Եվ երկրորդ, մի ուժով հնարավոր չի նաև երկիրը այս վիճակից դուրս բերել։ Այո, պետքա բոլոր հնարավորությունները մեկտեղել։ Մենք այդ համոզմունքը ունենք, գնում ենք այդ ճանապարհով ու չենք շեղվելու։ Գնալու ենք ու հավատում ենք, որ միասին կարող ենք։ Ես մի բան ավելացնեմ, նայեք, ստեղ խոսքը ոչ միայն ասենց մեկ մարդուց կամ մեկ քաղաքական միավորից ազատվելն է։
նաև մոդելը, որը իմ համոզմունքով ավելի արդյունավետ է, դա ռեալ խորհրդարանն է, որտեղ մի 5-6 կուսակցություն է ներկայացված։ 10 տարի ես նախագահ եմ եղել եւ 10 տարի 5-6 կուսակցություններ մտնում խորհրդարան, կոալիցիաներ էին կազմվում եւ այդ 10 տարիների այդպիսի կառավարմամբ եղել են Հայաստանի Հանրապետությունում ամենից արդյունավետ տնտեսական առումով միջին տարեկանաճը եղել է 10.5%։ Մենք մտնում ենք աշխարհի ամենից արագ աճող պետությունների տասնյակի մեջ։ Իսկ վերջի 5 տարին 5-յակի մեջ։ Եվ ամենից անվտանգ երկիրը Հայաստանը հենց եղել է այդ տարիների ընթացքում։ Ուրեմն խոսքը նաև գնում է ոչ միայն կրկնեմ չարիքից ազատվելու մասին, խոսքը նաև գնում է ավելի արդյունավետ մոդել կիրառելու մասին Հայաստանում։ Ունի մեկ դիտարկում եւ երկու առաջարկ գաղափարներ։ Առաջին դիտարկումս ան է, որ քիչ առաջ ձեր խոսքի մեջ, երբ որ խոսեիք Սփյուռք Հայաստանի մասին, երկկողմանի շահավետ բնութագրումը կատարեցիք։ Իմ հայացողությանս երկկողմանի բարեն պետք է խուսափել, երբ որ այս հարցի մասին խոսենք, որովհետև երկու կողմերը ես չեմ տեսնել, կամ մեկ ժողովուրդ, կամ մեկ ազգ, ուրիշ ֆորմուլա պետք է գտնել։ Երկկողմանի իմաստով երկկողմանի բարը գալի է կործածել օրինակ համար ընդդիմություն եւ այս իշխանություն օրինակ համար։ Հասուն կողմեր են, բայց Հայաստանը եւ Սփյուռքը կողմեր չեն։ Երկրորդ առաջարկի ծևով հայեցակարգային խնդիր մը գա ստեղ Սփյուռքի հետ կապված առաջարկս այն է որ Սփյուռքը նկատվի նաեւ մեր ազգի փափուկ ուժի թևը soft power այս իմաստով նաեւ պետք է մոդելալ Սփյուռքին։ Երրորդ առաջարկ գաղափարս այն է որ քիչ առաջ խոսվեցավ Սփյուռքի ներկայացվածության մասին ադիգա քիչմը երկար շունչ ուզող օրենսդրական ընդհանուր մինչև համանadrական փոփոխությունների ընդհանրող խնդիր, բայց անհրաժեշտ խնդիր։ Այն իմաստով որ Սփյուռքը պետք է մոդենա այս հարցին ասել որ ես իրավունքներ ունիմ, լավ իրավունքը նաև բարձրանալություն է կենթացրել։ Սփյուռքը պատրաստ պիտի լա կամ ինչքանով պատրաստ պիտի լա բարձրանալություններ ստանցնելու Հայաստանի կառավարման, Հայաստանի փառքավաճման, Հայաստանի ուժեղացման ուղղությամբ։ Ասինելու համար ես կգարձեմ որ 4 բնակավար կա ուր գալի է առնվազն տեխնոկրատ թաշտերու մեջ պիլոտային ծրագրերն։ Մեկը տեխնոլոգիան է, երկրորդը գյուղատնտեսությունն է, երրորդը առողջապահությունն է, բժշկություն եւ չորրորդը գյուղատնտեսությունն է։ Այս բնակավարներու մեջ որոնք տեխնոլոգիի իմաստով բոլորն իրարու կապված են, այս բնակավարներու մեջ կարելի է չեմ հարցներ, կհաստատեմ, կարելի է հրավիրել աշխատանքի Հայաստանի մեջ Սփյուռքեն մասնակիցներ, որբեսի այս օղակներու մեջ իրենց բարձրանալություններ հանձնվին եւ Հայաստանը օգտվի Սփյուռքի այդ մարտուժեն եւ ասիկա հետակային գրնա թյուրացնել քաղաքական թաշտի վրա նաեւ որբեսի Հայաստանի քաղաքական կառավարման մեջ եւս կարելի լա Սփյուռք հայերը հրավիրել բարձրանալություն ստանցնելու Հայաստանի մեջ։ Ես ընդունում եմ ինչ որ դուք ասացիք կողմեր բառը չօգտագործենք, մի քիչ դժվար է, չգիտեմ, այդ դեպքում մի քիչ գաղափարը լրիվ ընդունում եմ, միգուցե որպես նպատակ դա ֆիքսենք, բայց այսօր մեր sense լեքսիկայի մեջ չգիտեմ նույնիսկ ոնց ձևակերպենք, մենք միշտ խոսում ենք Հայաստան-Սփյուռք միասնության մասին, առաջ եռամիասնություն ենք ասում։ Հայաստան-Արցախ-Սփյուռք, հիմա եռամիասնությունը այս մարտիկ հանդեցին։ Ես հասկացա ձեզ միգուցե ուղղակի մտածենք, թե ինչ կարգի ձևակերպում կարող ենք տալ։ Գյուղատնտեսություն, այլ ոլորտներում ընդունում եմ ամբողջությամբ, որ Սփյուռքի այդ էքսպերտիզան չափազանց կարևոր է։ Ես ուղղակի մի օրինակ պատմեմ, ես մեծ կորպորացիայում որ աշխատել եմ արդեն նախագահությունից հետո, զուտ բիզնես բաներ հանդիպում կար Փարիզում, հանդիպեցինք տեղի մեծ ընկերության հետ, համագործակցության հարց էին քննարկում, այդ որտեղ ես աշխատում եմ, ռուսական մեծ ընկերություն էր, եւ
հետաքրքիր էր մարդու հետ հանդիպեցինք մի ռեստորաններ մենյուն կարդալուց ես կարծացի հայկական գինի լավ ռեստորան էր բանի Պրինց դե Գալ հյուրանոցում իսկապես լավ ռեստորան եւ ես հետաքրքիրը ինչ էր ասում ես ինչ գինի է այս հայկական գինի այդ ռեստորանում զորա գինի ասացի այդ մեր այդ խմբին դեմ չեք եթե մենք հայկական գինի խմենք Փարիզում բոլորը չհրաժարվեցին ողջունեցին բոլորին շատ դուր եկավ հիմա հետ եմ եկել Հայաստան իմ որդուն մեծ ասի սենց բան եմ խմել էս ինչ գինի է արդեն տեղակել չեմ ով է ինք այդ մարդուն գտել է պարզեց սփյուռքա տեղափոխվել է Հայաստան այդ փորձուններ Իտալիայում միջև այդ ապրել է ինքը պարսկա հայ է հողա գնել խաղողի այգի ադրել փայլուն գինի սկսեց արտադրել Հայաստանում եւ գինի որը այս պրեմիում սեգմենտի մեջ վաճառում է Փարիզում սենց փայլուն օրինակ է նրան ինչ որ դուք ասացիք բայց ես մի սենց օրինակ ես ռեստորանի մենյուից իմացել եմ որ Հայաստանում պարզվեց որ այսպիսի գինի կա նրանից հետո այստեղ ուղղակի այդ գինու սենց բանի ֆաներից մեկն եմ դառել սենց շատ չեմ խմում բայց երբ որ ինչ որ սեղան բան տուն անպայման այդ գինին կա եւ տարբեր ոլորտներում մենք այդպիսի օրինակներ ունենք այն ժամանակ մենք IT ոլորտը երբ սկսեցինք նաեւ իմ ժամանակ ակտիվ զարգացնել եւս սփյուռքահայեր ակտիվ մտել են այդ process-ի մեջ բավական հետաքրքիր արդյունավետությամբ լրիվ ողջունելի է իդեպ Էրնիկյանը երբ օդանավակայանը սարքում էր այնպիսի տեխնոլոգիաներ էին կիրառում որ պոլիտեխնիկի հիմա ես պոլիտեխնիկ եմ ավարտել հիմա ճարտարագիտական համալսարանը տանում էին ցույց էին տալիս այդ տեխնոլոգիաները եւ մարդիկ սովորում էին թե ոնց է ժամանակակից այդ կոնստրուկցիաներով ոնց է կարելի օրինակ ժամանակակից օդանավակայան կառուցել ամբողջությամբ կիսում եմ ձեր ասած Հարցս վերաբերում է ուղղակիորեն առաջիկա ընտրությունների մեկ մեծագույն խոչընդոտը հաղթահարելու ձեր բանաձևի միջազգային ուժային կենտրոնները արդեն փաստորեն աշխարհի աչքի առջև բոլոր ստանդարտները խառնել է իրար խախտված է դեռ ավելին այլանդակ կերպարանք է ստացել այնպես որ այդ ուժային կենտրոնները տարբեր ցամաքամասերում երկրներում ընտրություններ լինեն թե այլ նման կարգի քաղաքական փոփոխություններ տվյալ երկրներում ինչև իսկ հովանավորում են ապիկար գործող իշխանություններին մեր դեպքում կապիտուլանտ իշխանությանը եւ անամոթաբար բարձրաձայնում են դա վերջերս կար մի քանի օրինակներ Եվրոմիության պատկան պատասխանատուն այդպիսի հայտարարություն արեց, երբ հանդիպում էր վարչապետին այստեղի նույնիսկ մոլդովական տարբերակ էր իրեն առաջարկում, եթե դժվարությունների առջև կանգնեցին, որ կարելի ընտրությունները այդպես եզրահանգման տանել, հարցս հետևյալն է, ձեր մրցակիցը Արգարժան Դաշինք Հայաստանի ոչ միայն գործող իշխանություններն են եւ մի շարք ուրիշ ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր խմբակցություններ, այլ կարծում եմ միջազգային ուժային կենտրոններն են։ Դա հաղթահարելու ինչ տարբերակներ, ես չգիտեմ քարոզչական ասեն, նյութական ասեն, անհավասար պայքար է։ Ընտրազանգվածը ժողովրդի իրական քվեն միատեղելու, կենտրոնացնելու հոգուտ այն Հայաստանի, որ բոլորս երազում ենք կար այստեղ մեր հարգելի հարցողներից մեկն էլ ակնարկեց դրա։ Երաշխիքների մասին խնդրում եմ ասեք, ինչ է մտածում, որ կարողանանք այդ խոչընդոտը հաղթահարել։ Շնորհակալ եմ։ Տեսեք, ակնհայտ է, որ նաև սրանք անընդհատ դրսից տղա են բերում։ Մենք ծանոթ ենք դրսի բոլոր հայտարարություններին եւ ամեն կերպ անում են հիբրիդային պատերազմի մասին, որ այդքան խոսում են, ակնհայտ իրենք են իրենց հրավիրել եւ փորձելու են ուղիղ արտաքին միջամտություն Հայաստանի առաջիկա ընտրությունների վրա։ Մեր մոտեցումը շատ հստակ է եւ հետեւյալ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանության ձևավորման միակ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Մենք ձեզ վստահեցնում ենք, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ակտիվորեն մասնակցեն ընտրությանը,
չքվեարկեն ընդդիմությանը, արտաքին որևէ ուժ որևէ բան չի կարողանալու անել։ Իսկ մենք մեր քաղաքացիների քվեն պահելու ենք։ Երբ որ մեզ հարցնում են, որն է սրան հեռացնելու բանաձևը, երկու բան ենք ասում. ակտիվ մասնակցել ընտրություններին ու չքվեարկել գործող իշխանությանը։ Արտաքին որևէ ուժ որևէ բան չի կարողանալու անել։ Այո, իրանք հրավիրել են, այո, Եվրոմիությունից ուղիղ հայտարարում են տարբեր սցենարների մասին, խոսում են մոլդովական սցենարի մասին, փորձելու են, այո, իրանք Հայաստանում իշխանություն ձևավորեն։ Դա երբ կարան, երբ որ մեր քաղաքացիները չգնան ընտրության, կամ տեղիք տան այս մանիպուլյացիաներին, այս քարոզությանը եւ այլ։ Մեր գործը նաեւ այս օրերին հենց այդ է, որ մեր հանրության բոլոր շերտերի հետ աշխատենք, բացատրենք, գնան տեղամաս, չքվեարկեն իշխանությանը։ Ընդդիմության մեջ ում պետքա քվեարկեն։ Կարծես դաշտը օրեցօր բյուրեղանում է։ Ինչ որ փուլ հետո շատ հեշտ է լինելու այդ ընտրությունը կատարել ընդդիմության միջև։ Էլ մենք կարիք չունենք էլ բացատրելու ով, ամեն մեկ ինքնիրան բացահայտում է։ Ստեղ էլ շատ պարզ ընտրություն կունենաք կարճ ժամանակ հետո։ Հետևաբար այդ է տարբերակը, ընկեր, գնալ, մասնակցել ու չքվեարկել այս իշխանությանը։ Արտաքին միջամտություն լինելու, այո, փորձելու են, այս իմաստով փորձելու են ազդեցություն ունենալ։ Հավանական ռեպրեսիաներ, ձերբակալություններ, խոչընդոտեր, սահմանափակումներ, այո, այս իշխանությունը փորձելու անել։ Ու այո, արևմուտքը իրեն կանաչ լույս տվել է ու ուղղել հայտարարում է, գնա ինչ ուզում ես արա, վերարտադրվի։ Մենք ուրիշ այլ տղա դրսից չենք կարա բերենք իրաց դեմը առնելու համար։ Մեր տղեն, այսպես ասած, ժողովուրդ։ Ու ես վստահ եմ, որ ճիշտ աշխատենք, կպտնենք, հանրության բոլոր շերտերը ակտիվացնենք, ստացվելու է։ Իրականության մեջ որոշ խնդիրներ այս հանգամանքը մեզ համար ստեղծում է։ Մենք չենք կարող ասել, որ ընդհանրապես խնդիր չի ստեղծում։ Բայց նաև մենք տեսնում ենք, որ այն բանի պես են անեկդոտ կա, որ ասում է հայկանուշը էլ չի։ Եվրոպան էլ են չի։ Ուրեմն դիմակայելով ենք, պետք է ավելի ակտիվ աշխատենք։ Կարծում եմ հայրենադարձությունը շատ շերտեր ունի, կապված ժամանակահատվածի, կապված իրադարձությունների հետ, տարբեր ձևով։ Հիմա հարցս ուզում եմ շատ կարճ ձևակերպել, չերկարացնել։ Արցախցիները ստիպված, ոչ թե փախել են, այլ ստիպված հայրենադարձել են Մայր Հայաստան։ Ես հասկանում եմ, որ մոտ ժամանակներս հետդարձ հնարավորություն չի լինելու։ Հիմա արցախցիները հայրենադարձներ են, թե ոչ, եւ ինչ տարբերություն ունեն սփյուռքահայ հայրենադարձներից։ Այսքան։ Ընդհանրապես մի հետարքիր հանգամանք դուք շեշտեցիք, օրինակ Ռուսաստանում ապրող հայերին էլ չգիտեմ ինչի չենք ասում սփյուռքահայեր։ Չէ՞, ընդունված չէ նաեւ ասենց մեր բառապաշարի մեջ երևի այն հանգամանքը, որ մի երկրում ենք ապրել, ասենց երկար ժամանակ, երբ որ ասում ենք սփյուռքահայ, արևմտյան երկրների, արաբական եւ այլն, բայց Ռուսաստանի հայերը իրենց էլ չեն համարում սփյուռքահայ։ Չեմ կարծում, որ որևէ Ղարաբաղցի իրեն համարում է սփյուռքահայ։ Չէ, ուրեմն եկեք Ղարաբաղցուց թեման հայրենադարձի թեմայի հետ ընդհանրապես չխառնենք։ Լրիվ տարբեր հանգամանքներ են, տարբեր։ Լրիվ ինտեգրված համակարգ ա եղել եւ այդ ինտեգրված համակարգը ուղղակի քայքայվեց։ Մարդիկ իրենց ձեռքով Հայաստանի անվտանգության հայեցակարգի մեջ մտցրել են, գրել են, որ պատասխանատու են Արցախի անվտանգության, ավելի շատ երաշխավոր են անվտանգության, երբ որ պետք էր գոնե ինչ որ քայլեր անել զսպելու համար որոշ գործընթացներ ոչինչ չարեցին։ Նու ժողովրդի լեզվով պարզ բան կա, չէ՞, ասում գցեցին։ Բայց փորձեցին այդ գցել հանգամանքը, գցել ուրիշի գրբան։ Եվ շարունակում են դա անել մինչ այսօր։ Դրա համար ես կառաջարկեի Ղարաբաղցուց թեման առանձին թեմա է, ենթադրում եմ, որ այս գործընթացների ժամանակ մենք ղարաբաղցիների հետ առանձին եւս հանդիպում անպայման կունենանք եւ այդ թեման քննարկենք արդեն ղարաբաղցիների հետ հանդիպման ժամանակ։
Արցախը սփյուռք չէր էլի, որ Արցախը սփյուռք այլնի։ Չէ։ Նայեք, հայրենադարձություն կար, օրինակ մեր պատմության մեջ, օրինակ Սիրիայից, ուղղակի վիճակը այնպիսի վատ էր այնտեղ, որ այդ վիճակը մարդկանց ստիպեց գալ Հայաստան։ Մի մասը եկել են, մնացել են ստե, մի մասը եկել են, եթե ավելի լավ վերաբերվեին իրենց, երևի ավելի մեծ մասը կմնար։ Մի մասը եկել են այստեղ, մտածելով, թե մի հատ եթե լավ ընդունենք կամ լավ ընկալում ունենանք, կմնանք, եթե չէ, ինչ որ կտեղափոխենք։ Բայց մենք ունեցել ենք նաև, ես օրինակը բերեցի, հայրենադարձություն եվրոպական երկրներից, որոնք եկել են ստե ոչ թե նրա համար, որ իրենց երկրներում վատ էր, վտանգավոր էր, եկել են զուտ այդ Հայաստանը, պատմական հայրենիք վերադառնալու նպատակով։ Նաև այդ օրինակը մենք ունենք։ Եվ մենք այստեղ պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ Հայաստան գալը լինի հետաքրքիր եւ հատկապես գիտեք, ես իմ բան նաև միգուցե մի այլ օրինակ պատմեմ, հայ չի, իմ լավ ծանոթն է, ինքը ռուս է ազգությամբ, բավական երկար ապրել է սկանդինավյան երկրներից մեկում։ Հետո լսեցի, որ տեղափոխվեց, կապվեց, ասաց հետ եմ եկել Ռուսաստան, բա ինչ է, պատճառը ինչն է, բան գործերը բիզնեսմեն էր, բավական լավ էր իրեն զգում, ասաց չէ, երեխեքը մի տարիքի են, որ գալիս էին եւ պատմում են, թե դպրոցներում ինչ են սովորացնում, ես որոշեցի, որ իմ երեխան պետք է մեծանա այլ միջավայրում, որ սերերը, չգիտեմ, մի 8-10 գենդեր կա, որ դու հալա փոքր ես, որ դու որոշես դու տղա ես, թե աղջիկ, դու հալա պիտի մեծանաս կողմնորոշվելու համար, որ ինչ որ հանկարծ դպրոցում ուղղակի, հանկարծ ուսուցիչը ասում է, եթե ծնողները ձեր վրա ինչ որ ջայնան անբանման, դու կարաք ոստիկանություն զանգեք եւ ձեր ծնողներին կպատժեմ եւ սա նորմա էր դարել։ Եվ այդ մարդը շատ լավ ապրելով, շատ լավ հնարավորություն ունենալով, տեղավորված են, որ ասում են իր վիճակից ինքը հետայեկել, ասում է, ես չեմ ուզում իմ երեխան, երեխեքը արդեն այն տարիքում են 12-13 բան, երկու երեխա ուներ, ասաց, ես չեմ ուզում իմ երեխան մեծանա այս միջավայրում։ Իսկ սա նաև մշակույթային, այսպես ասենք, տեսանկյունից որոշակի կոդի փոփոխության ընկալումը կամ հակառակը դրան հակադրումը եւս մոտիվացիա գալու համար։ Պարոն նախագահ, դուք ձեր հարցազրույցում շատ եք ասում 98 թվականին երբ եկաք իշխանության հետ չնայեցիք, նախկիններին չբացեցիք, ժամանակ չունեիք, առաջ եք նայում։ Հիմա որ իշխանության եկաք նույնն եք անելու, որովհետև ես իմ նման շատեր վենտետա բանջում ենք։ Վենտետա դիներու է թե չդիներու։ Դուք էլ անպայման սխալներս պիտի աչքս կողեք, էլի, հա։ Նաև քրեական գործերի հետ ինչ է լինելու։ Ես կան քրեական գործը դաստիարակ մարդկանց վրա թե Հայաստանում թե Սփյուռքում այդ գործերը իրավական ինչ լուծում եք տալու։ Հասկացա։ Իսկ երկրորդ հարցը կապված է մշակույթի եւ գրթության։ Դա այս սխալներից մեկն է կարծում եմ, որ դերացել եք այնտեղ հիմա որ իշխանության կակ ինչ բարեփոխումներ, ինչ ռեֆորմներ ունեք, որ գրթությունը եւ մշակույթը բարերապվի, ես աղբը որ ստանդարտի 30 տարի տեսնում ենք հերոստացույցով, երկերը հիմա դժվար է վերահսկել հասկանալ պատճառով, բայց կոնե պետական ինչ-որ մոտեցում դիներու է։ Առաջի հարցի վերաբերալ, մենք 98 թվականին ունեցել ենք տարաձայնություններ մոտեցումների մեջ, իսկապես ունեցել ենք եւ դա բերել է կոնֆլիկտի, բերել է արտահերթ ընտրությունների։ Բայց այդ տարաձայնությունները չեն բերել ողբերգական հետևանքների, չկար դա։ Եվ ես չէի համեմատի երբեք վիճակը հիմա եւ վիճակը 98 թվականներին։ Ուղղակի մենք չենք ընդունել մեկ մոտեցում, դրա շուրջ եղավ, ասենց իրարից բաժանվեցինք, այսպես ասենք։ Հիմա վիճակը ուրիշ է, ուղղակի ես չեմ պատկերացնում, թե ոնց է հնարավոր հարահարել պատերազմ, 5000 զոհ տալ, 150,000 մարդու ունեզրկել,
ընդհանուր Ղարաբաղում ինչ որ կորցրել ենք, առնվազն 80 միլիարդ դոլարի արժեք ուներ։ Այդ ամեն ինչը մնաց այնտեղ եւ դրա համար որ մարդիկ պատասխան չտան, որոշում կայացողները, պատասխանատու այս խոսքը չի գնում ինչ որ մի, չգիտեմ, ինչ զանգվածների մասին, բայց կոնկրետ պատասխանատուները հնարավոր չի, ես չեմ հասկանում, հետո ես ոնց պետք է մարդամեջ դուրս գամ եւ մարդկանց աչքերին նայեմ, եթե այդպեսի հարց տան։ Հետևանքները չափազանց ծանր է։ Հետևանքները այդ կարգի քայլերից խուսափելու համար, ուղղակի հնարավոր չի։ Տարբերությունը դրա մեջ է եւ ես կառաջարկեի sense այդ բանը համեմատությունը ինքը այդքան էլ կոռեկտ չի։ Իսկ այն ժամանակ ընդհանրապես կյանքում իմ մոտեցումը հետեւյալն է, եթե շատ ես հետ նայում, դեմը չես տեսնում։ То есть առաջ գնալուց դու չես կարող անընդհատ գլուխդ հետ պահելով առաջ գնաս։ Այդ առումով ընդհանրապես կյանքում իմ բանը սա է, սկզբունքը սա է։ Ուղղակի այս անգամ սա հաստատ բացառություն է լինելու այդ սկզբունքին։ Ինչ վերաբերում է մշակութային հանգամանքներին, մենք խոսում ենք մեր ինքնության մասին։ Մենք չենք կարող հանդուրժել այն, ինչ կատարում է այսօր դպրոցական դասագրքերի հետ։ Ոքի չեն կարող։ Այնպիսի բաներ են անում դասագրքերում, որ նույնիսկ այն ինֆորմացիան, որը ես ունեմ, շատ տեղերում ուսուցիչները իրենք այդ բաները ոչ թե չեն ընդունում եւ չեն էլ ուզում այդ դասագրքերով դասավանդել։ Ու դա համատարած է։ Իհարկե այս ամենը պիտի փոխվի։ Եվ փոխելու ենք։ Նայեք, մենք այսօր 50-ից ավել քաղբանդարկյալ կա։ Այսօր ոստիկանության մի զգալի մասը զբաղված է նրանով, որ բանը Facebook-յան էջերակարգում եւ հանցագործներ են փնտրում Facebook-յան տիրույթում։ Դրա հետ զուգահեռ թմրամոլությունը դարել է մի խայտարակ մի բան, մի ուղղակի մի խայտարակ երևույթ, որի դեմ պայքարը չի երևում։ Եվ այդ տեսանկյունից այն բոլոր քրեական գործերը, որոնք ունեն քաղաքական բաղադրիչ կամ այլ դրդապատճառներ, իհարկե պետք է համաներումով, եթե արդեն վճռները կայացված է, կամ դատավճռները կամ այդ լուծումը հաստատ տալու ենք։ Եվ համաներումը, այո, մեծ համաներումը դա մեր ծրագրային դրույթ է։ Բայց համաներումը քիչ է, պետք է հասկանանք պատճառը, այդ ոնց եղավ, որ մի ամբողջ համակարգ սկսեց դակել նման կարգի գործեր։ Սա խնդրեմը այստեղ է գալիս։ Եվ այս իշխանության մոդելը նաև պետք է փոխվի, որ հաջորդ իշխանությունը եւս այնպես մի քանի տարում չմտածի, որ կարելի է այսպես անել։ Ինձ համար ուղղակի մի խայտարակ մի փաստ է, երբ SMS-ներով կարելի է BDԽ-ի նախագահ ազատել, SMS-ով կարելի է քննչական կոմիտեի նախագահ ազատել, հակակոռուպցիոն եւ այլն, SMS-ով։ Լայղել չեն անում, կան չեն ասեն, այս բանը սխալ է սարել։ Դրա համար լավ կլինի քեզ հորդորում ենք դուրս գաս։ Այսօր հանրությունը տենց էլ չգիտի պատճառները որն են։ Վատ երազներ, կողքից ինչ որ բամբասանքեր, թե ինչ էր, ոչ մեկը պատճառները չգիտի, ոչ SMS գրողն է բացատրությունը տալիս։ Ոչ էլ այդ SMS-ով փախնող է իր պաշտոնական բանից էլի դիրքերից։ Ոչ մեկը բացատրություն չեն տալիս։ Եվ խոսում է ժողովրդավարության մասին, թափանցիկության մասին, հասկանալի է։ Շնորհակալություն հայտնենք ձեզ բոլորիդ։ Առողջություն ձեզ, լավ տրամադրություն եւ մեկ մարդու պես գնում ենք եւ հարցերը լուծում ենք։ Հունիսի 7-ին աշխարհի օրենքը դրված է ու ժողովուրդը ուզում է անում։